Կորացի հարազատ է Անհատ Կորացի մայրը հիմա այս վերջին պատերազմից հակում 20 թվականին ով այ անունը ասի երեխու չէ հալա դուք Դե կպատնեք ինչպես է եղել, ինչ տվյալություն ունեք, հիմա հանձնաժողով կա, ոնց է աշխատում ձեզ հետ եւ այլն։ Հիմա չեմ ուզում հանձնաժողովից խոսեմ, պարզապես 20 թվականից մինչև այսօր մենք ման ենք գալիս մեր երեխեքին, բռնի անհետացած է համարվում տղան, փաստերը կան, վիդեոն կա, շատ տեղեկություններ ունենք, բայց չի հաստատվել։ Մնացել ենք անորոշության մեջ։ Ինչ վիդեո է Արմենիջան։ Թե ինչպես են գերեվարում ադրբեջանցիները։ Ունենք տվյալները այդ մարդկանց, ովքեր որ գերեվարում են, նրանց տվյալները վերցրել ենք։ Նույնիսկ ես այդ մարդուն սաբշին եմ ուղարկել, խնդրել եմ, որ ասի երեխուն ինչ արել, բայց ինձ այս ցուցակագծում չեն կարողանում կապնվել ոչ մի ձև անեն, ձև փորձել ենք իմանալ տեղեկություններ, ոչ մի բան մեզ չեն ասում։ Իսկ հանձնաժողովի հետ կապված ես ասել եմ ու կասեմ, որ չեն աշխատում, իրենք կանգնում են, նկատի ունեք ազգային ժողովում, որ հավաքվեցին վերջին, հա։ Նաև դե ԱԱՑ-ի գլխավորությամբ հանձնաժողով կա, չէ՞, որտեղ տարբեր պաշտոնյաներ կան։ Հա։ Մենք հավաքվեցին, քննարկեցին, իրենք կանգնում ասում են պաշտոնյաները, կանգնում ասում են մենք աշխատում ենք, բայց չեն աշխատում։ Հաստը փաստ որ չեն աշխատում, երբ որ իր առաջ դնում ես, որ դու չես աշխատում, եթե դու աշխատում ես այսքան տարի, ուր է ձեր արած գործը, ձեր գործի արդյունքները ուր են, բա ինչի ես հարցը լուծված չի, այն հարցը լուծված չի, տարական բաներ հասկանում եք, որ ասենք կարելի էր շատ շտապ լուծել այդ հարցը, կարելի էր կանչել հարցաքննել իմանալ, ընդհանրապես դա անգամ չեն արել, ինչի մասին է խոսքը ինքը լրիվ սխալ բաներ են արել, լրիվ այդ ֆոտորոբոտ փորձաքննություն են անցկացրել իմ տղայի փոխարեն ուրիշ տղայի անհասկանալով ուղարկել են Ադրբեջան հարցում են արել ֆոտորոբոտ փորձաքննություն, թե ում տղան է, որովհետև շատ ծնողներ կային, որ ասում են իրենց որդին է, այդ վիդեոյի մեջ, հա, իբրև ֆոտորոբոտ փորձաքննություն արեցին, համարեցին, որ իմ տղան չի, մյուս տղայի անունը կպցրեցին այդ վիդեոին ու արկեցին, Ադրբեջան հարցում արեցին ու այդ տղան հետ եկավ, ասեց ես ընդհանրապես կապ չունեմ այս վիդեոյի հետ, ես այդ տղան պարզ երևում էր, որ ինքը չի, լրիվ փաստերով մենք ամեն ինչը, ամեն մանրամասնությամբ գիտենք, ամեն մանրուքներով մենք գիտենք, որ այս մեր տղան մերը հաստատել է, մեր հայտը բավարարել է Միեդը։ Տիկին Արմինայ, դուք հիմա Միեդից եք խոսում, ձեր տղայի տեսանյութը եւս ընդգրկված է այդ 80 տեսանյութերի հետ Միեդում, բայց Հայաստանում խոսվում է հայցերը միջազգային դատարաններից հետ բերելու մասին։ Գիտեմ, այս պահին ճիշտ ասած Վիկյան Ռոզանա չի վերաբերվում խոսքը իմ տղային, բայց ես բոլորի մասին եմ անհանգստանում, որովհետև մերը Սիրանուշ Սահակյանն մոտ 80 տեսանյութ է, այո, իրանցով է գնացել, դա հետ չի վերցվում, բայց ես անհայտ անհանգստանում եմ մյուս ծնողների համար, այո, մյուսների հայցը ոնց է լինելու, նրանց հարցը ոնց է լինելու, որ Միեդը ուզում են Մինչև Միեդը էլի, երեխայի մասին կպատմեք, որտեղ է, վերջին անգամ ինչ տեղեկատվություն եք ստացել, որտեղ է եղել այդ ժամանակ։ Ես նույնիսկ չեմ իմացել, որ ինքը հադրութում է գտնվում, ես իմացել եմ, որ ինքը Սիսիանում է, չի ասել ադմի ասեք, թող մաման չանհանգստանա, չնեղվի։ Պատկերացրեք, որ ես ինձ խաբելով անընդհատ զանգում եմ մերս, ոնց ես ասում եմ լավ եմ, ցավը կանեմ, որ ձենը տեսում եմ լավ եմ, բայց որը վերցնում ասում եմ պապա ահավոր վիճակ է, մեզ շրջափակել են, շատ վատ վիճակ է, նույնիսկ հայրն ասում է, մոտդ մի հատ կպահես, որ գերի չընկնես, բայց ուրալները տրաքացնում են, ինքը բրկվում է, ընկերներից մի քանիսը այրվում են մեքենայի մեջ, բայց ինքը ողջ է մնում, կապում են իր գլուխը, վիրակապում են, իրան թողնում են էնտեղ, այսենց վերևից բան ռումբեր են գցում, թողնում են, փախնում են այս կողմ, այն կողմ, երեխան մնում է անտեղ ցավերի մեջ գոռալու, ընկերներն են ասում, որ ցավերի մեջ գոռում են, մենք այնտեղ ասել ենք, որ մարդ է մնացել այնտեղ, բայց չեն գնացել իր հետևից։ Վիրավոր, այո, ուրալները որ տրաքացրել են, ինքը վիրավոր, գլխի և ձեռքի հատվածում, ցավերի մեջ գոռալով, լրիվ վիրակապած,
ու տեսանյութի մեջ էլ դա լավի վերևում այդ ամեն ինչը իրակապացները մանրի վերևում Դրանից հետո տարուկես հետո հաղորդագրություն ենք ստանում, որ լավ դրա մասին չեմ Ադրբեջան սոցիալիստական։ Հա, լավ։ Դրանից հետո արդեն կապը կորել է, չեք իմացել Համարվում է բռնի անհետացած տեսանյութով փաստերով, որտեղ բռնել են անհետացել է դա արդեն անհետ կորածի կարգավիճակ ունի, չի պետությունը ինչ-որ գումար տալիս է, չէ՞ դա։ Հիմա երբ որ Ադրբեջանը չի հաստատում այդ 80 դեպքերը, հա, որ դրանով պնդում են, որ երեխաներին գերեվարել են, այդ հանձնաժողովը Հայաստանում ստեղծված զբաղվում է, նրանց այդ ուղանդերձ զբաղվում է, նրանց աշխատանքով։ Ազգի գլխավորությամբ հիմա դա փոլի մեջ է զբաղվում են, իհարկե ասում են զբաղվում են, բայց հասկանում եք սա էլ տեղի չի շարժվում, տարիներ են անցնում։ Մենք չունենք այդ ժամանակը, մեր երեխաները չունեն այդ ժամանակը։ Տարիներ են անցնում, ժամանակի կորուստ ենք մենք միշտ ունենում, հասկանում եք, ամեն ինչը դանդաղ է առաջ ընթանում, Իսկ ինչի են դանդաղ աշխատում հետ էիք չեմ խոսում նոր, այ ես նայում եմ իրենց ու սարսափում, որ մենք էլ չունենք իրենց օրը, հասկանում եք, Աննի ջան, իսկ երեխան որ թվին ունեն, դա? Շարքային է, չէ՞ եղել այդ ժամանակը, 10 դե ինչ կարել, Հա, չէ, ուղղակի չեմ ուզում էլի հասկանում եք, որովհետև ճիշտ ասած իմ տեսանյութները բան էին արել, ադրբեջանական սայթերը, խոսքերը թարգմանել էին գցել են իրանց սայթերը, տեսակ հիմա բանը։ Հիմա նայեք, խաղաղության ա գնում Ադրբեջանի հետ, ինչ եք կարծում, այդ փուլում հնարավոր է, իսկապես այս հարցը շատ արագ է ուզել, գոնե անորոշությունից դուրս գաք։ Հնարավոր կլինի այն դեպքում, եթե մեր երկրի ճակերտավոր իշխանավորները, ղեկավարները համաձայնության կան, որ եթե հետ վերադարձնենք գերիներին ու այլ պահող անձանց, այդ ժամանակ նոր կան խաղաղության պայմանագիրը։ Գոնե ինչ-որ բանի դիմաց հասկանեք, մենք միայն տալիս ենք, բայց ոչինչ դրա դիմաց չենք վերցնում։ Մերսի, Աննա,